100% աղքատություն ունեցող երկրում, մի երկրում, որտեղ 18,000 մարդ ամիսը նույնիսկ 29,000 դրամ չի կարողանում ծախսել, 3 միլիոն դրամ պատգամավորին պարգևավճար են տալիս։ Սա որոշում է, որը քաղաքական բացատրություն ռացիոնալ չունի։ Այսինքն, պատգամավորը, պաշտոնյան, պետական ծառայությունը խրախուսվում են ոչ թե արդյունքի կամ որակով կատարված աշխատանքի դիմաց, այլ լոյալության համար։ Այս փողերով, որոնք շատ մեծ փողեր են, Նիկոլ Փաշինյանը փորձում է կոնսոլիդացնել իր քաղաքական թիմին, պետական ծառայությանը և դիմաց ազգային ժողովի ընտրությունները։ Այս որոշումը հակասոցիալական որոշում է, որտեղ ինչպես նշեցի, բնակչության 600 և 100,000 և ավելի մարդ աղքատության ճիրաններում են այս երկրում։ Այս որոշումը պարգևավճարի ինստիտուտի խեղաթյուրում է, որտև պարգևավճարը միտված է խրախուսելու լավագույն ծառայողներին կամ պաշտոնյաներին պետական կառավարման որակը բարձրացնելու նպատակով։